Ողջույն ժողովուրդ ջան, ողջույն շատ սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ընկերներ, մեր հասարակական կազմակերպության անդամներ, աջակիցներ եւ ոչ այնքան։ Ես խոստացել եմ, որ այսօր 17:00-ին եթեր պիտի անեմ ու թերևս ինձ համար եւ մեր թիմի համար չափազանց կարևոր թեմայի պիտի ծանոթացնեմ բոլորիդ եւ ակնկալում եմ ձեր ակտիվությունը, նրանք ովքեր որ հետո կմիանան, ես գիտեմ ժամը այնքան էլ հարմար չի, աշխատանքային ժամը, բայց այնուամենայնիվ պիտի խնդրեմ կիսեք, տարածեք դրանով ձեր միջավայրին, ընկերներին տեղեկացրած լինելու համար, ովքեր որ հետո կդիտեն, հա, եթե ուղիղ եթերին չհասցնեն։ Ուրեմն ասեմ, որ այս բաց երկխոսություն նախաձեռնության մեկնարկն ենք տալիս եւ առաջին հանդիպումը տեղի կունենա Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ, հանդիպումը կկայանա Հայաստան կինոթատրոնում, առաջին դահլիճում, որտեղ որ մեր բնակիչները, ովքեր նախապես կկարողանան ահա սա ձեռք բերել, հիմի կասեմ, թե ինչպես կարող եք նաև ձեռք բերել, կկարողանան ձեռք բերել, սիրով ձեզ սպասում ենք այնտեղ, երևի թե ամենա ակտիվ քաղաքացիները կներգրավվեն, ովքեր որ իսկապես հետաքրքրված են վարչական շրջանում արվող կամ արված աշխատանքներից եւ սպասվելիք աշխատանքներից, ինչու ոչ։ Ինչպես ցակեց այս նախաձեռնությունը ձեռնարկելու ցանկությունը, ես մի փոքր խորքից գամ, մինչև որ դարձյալ մեր ընկերներից կմիանան։ Մենք մեր հասարակական կազմակերպության անդամներով խորապես վստահ ենք, որ երբեք ոչ մի տեսակ իշխանություն, որքան էլ նվիրված, որքան էլ ցանկանան, որքան էլ ուժեղ եւ կուռ թիմ ունենան, միևնույն է, միայնակ չեն կարող անել ոչինչ առանց հասարակության մասնակցության, ակտիվ մասնակցության ընդ որում եւ ինչու ոչ նաեւ գրագետ մասնակցության, որովհետեւ երբեմն քննադատությունները, քննարկումները տեղի են ունենում շատ վատ, բացասական վեսի ներքո, կոպիտ եւ այլն, իսկ մենք դրա կողմնակիցը չենք։ Ինչպես կարող է հասարակությունը մասնակիցը լինել պետականաշինության, շատ պարզ, ամենատարբեր նախաձեռնություններ կարելի է ստեղծել եւ իրականացնել։ Ես չեմ ասի, թե սրանով այս նախաձեռնության բոլոր հարցերը լուծվում են, սա ամենափայլուն նախաձեռնությունն է, բնավ, ես այդ մասով համեստ կգտնվեմ, բայց իմ կարծիքով սա կարևոր քայլ է։ Ինչ խոսք ես հասկանում եմ նաև, որ այսօր մեր բնակչությունը սպասում էր երևի, թե ինչպես կանդրադառնանք քաղաքական հարցերին, առավել եւս շատ տաք է Facebook-ում Լավրովի այցի թեման եւ այլն, բայց գիտեք ինչ, դրանց անդրադառնալով եւ միայն խոսելով ոչինչ չենք լուծի, ոչ մի հարց չենք լուծում, եթե չենք կարողանում խնդիրները տարանջատել եւ ամեն խնդրին համաչափ քայլեր ձեռնարկել։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ այն ինչ որ կատարվում է համացանցերում, տեղեկատվական տիրույթում, այնքան էլ ազնիվ չի մեկնաբանվում եւ կան աշխատանքներ եւ ինչու ոչ կան նաեւ բողոքներ եւ խնդիրներ, որոնք որ լավ կլինի լինեն հրապարակային եւ բոլորի ներկայությամբ։ Մտածեցինք այս նախաձեռնությունը իհարկե դժվար էր գործի մեկնարկը տալ, որովհետև նախաձեռնությունը մի բան է, քայլեր սկսել անելը մեկ այլ բան, առավել եւս որ սա թերևս առաջին նմանատիպ նախաձեռնությունն է մեզ համար, բայց հետո շատ ավելի մեր կամքը ամրացավ, դուք բոլորդ էլ դիտել եք, երբ Բերդ համայնքի մի երիտասարդ գեղեցիկ աղջկա հետ զրուցում էինք ու ծանոթանում իրենց ունեցած խնդիրներին եւ միտք առաջացավ, իսկ ինչպես անել, որպեսզի չմտնենք վիրավորելու, կոպտելու, միակողմանի բնորոշելու գործողությունները դաշտ, այլ այդ ամեն ինչը անենք ավելի ինստիտուցիոնալ եւ այնպես, որ ոչ ոք չցանկանա խուսափել ներկայանալ հանրությունից։ Մյուս կողմից կառավարիչները եթե մաքուր են եւ վստահ են իրենց աշխատանքի մեջ, որ բարեխիղճ են իրենց աշխատանքը անում, իրենք նույնպես պետք է որ շահագրգռված լինեն այս ծրագրով եւ մենք կարծում ենք, որ առաջինը անելով Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում կլինեն արդեն առաջ
առաջարկներ այլ վարչական շրջաններում նույնպես նույն բանը կազմակերպել, ինչու ոչ քիչ-քիչ ավելի բարելավելով մենք ինքներս կանենք, կտեսնենք, էլ ինչ կարելի է ավելացնել, էլ ինչպես կարելի է անել, տեղում ավելի կբարելավենք ծրագիրը, հետագայում արդեն ինչու ոչ նաև համայնքներ, առավել ևս, որ քաղաքացիներից շատերը մեզ արդեն դիմել են եւ ցանկանում են, որ իրենց մոտ էլ կազմակերպենք, բայց մենք դեռ առաջինն ենք անում, չնայած որ առաջին քայլը անելուց հետո երբ ունենանք փորձ, արդեն մնացածը ավելի հեշտ ու արագ կսկսենք կազմակերպել։ Հիմի ասեմ ձեզ հետեւյալը, ինչա Իրանից ներկայացնում բաց երկխոսություն նախաձեռնությունը։ Կոնկրետ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում դա հետևյալ կերպ է լինելու, մոտ 150 բնակիչներ, որովհետև ամբողջովին դահլիճը 148 տեղ է, հա, լավ կլոր թիվ ասենք, որպեսզի ավելի հարմար լինի, մոտ 150 բնակիչներ առաջինը, ովքեր որ կկապվեն մեզ հետ, պարտադիր է, որ լինեն Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, ցանկալի է, որ տեղեկացված լինեն ամենատարբեր աշխատանքներին, բայց դա պարտադիր չի։ Ուրեմն կնստեն բնակիչները դահլիճում, բեմահարթակում կլինի վարչական շրջանի ղեկավարը, կլինեն աշխատակազմի ներկայացուցիչները, վարչական շրջանի ղեկավարը համապատասխան տեխնիկայի կիրառմամբ կցուցադրի, թե առհասարակ վարչական շրջանում ինչ աշխատանքներ են արվել, գնահատականը կարող եք տալ դուք ինքներդ, դրանք կհամարեք լավ, որակյալ, չգիտեմ, ահռելի, թե բացասական, վատ, դա արդեն ձեր խնդիրն է, այստեղ ոչ թե մենք խնդիրը դրել ենք ներկայացնելու, թե վարչական շրջանի ղեկավարը տեսեք ինչ լավ բաներ արել, ոչ, բացարձակ ոչ, սա յուրատեսակ նաև քաղաքացու կողմից պահանջատիրությունն է հասկանալու համար, թե այն գումարները, որ հատկացվում են օրինակ ամեն վարչական շրջանի համար, որքանով են տեղին ծախսվում։ Ինչու ոչ, վարչական շրջանի ղեկավարն էլ իր հերթին, քանի որ վստահ է իր աշխատանքների վրա, ինքն էլ ունի ասելիքներ հանրությանը, իհարկե դա ամենօրյա կտրվածքով կարող եք Facebook-ով ծանոթանալ աշխատանքների հետ, բայց երբ որ դրա մասին խոսում ենք բաց, ուղիղ, ազատ շփման հնարավորությամբ մտերմիկ զրույցի ընթացքում շատ ավելի լավ է լինում։ Իհարկե մեր վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը միշտ բաց է եղել, շատ հանդիպում, ամեն վարչական շրջանի ղեկավար ունի իր ձեռագիրը, հա, մեկը ավելի շատ է սիրում շրջել քաղաքացիների հետ ուղիղ շփվել, մյուսը մի քիչ ավելի գրասենյակային աշխատանքը կամ ներքին կառավարումն է համակարգում, ամեն մեկը ունի իր գործելավոճը։ Այնուամենայնիվ պետք է լինեն հաշվետու բնակչության հասարակության առաջ։ Այսօր խոսում ենք վարչական շրջաններից, վաղը կարող ենք խոսել համայնքներից եւ այլն։ Եվ ոչ ոք չի կարող կներեք այս արտահայտությանը ստել։ Այսինքն այդ ամեն ինչը տեղի կունենա բոլորի աչքի առաջ։ Կներկայացնի վարչական շրջանի ղեկավարը ամբողջ վարչական շրջանում արածները, կներկայացնի վարչական շրջանի ղեկավարը նաև կարճաժամկետ եւ միջնաժամկետ ժամանակահատվածում ինչա նախատեսվում անել, վերջին փուլում արդեն կլսենք բնակիչներին, ովքեր որ այդ ամեն ինչից զատ կունենան հարցադրումներ կամ առաջարկներ կամ ինչու ոչ նաև խնդիրներ, հա, կփորձենք դա համակարգել, նախապես ասեմ, որ այդ ամեն ինչի համար նախատեսվում է մոտ 2 ժամ, այսինքն 2 ժամ հանգիստ կարող ենք շփվել բնակիչ վարչական շրջանի ղեկավար այս ֆորմատի մեջ։ Կփորձենք ունենալ նաև հատուկ հյուրեր, շատ ուրախ կլինենք, որ տարբեր հասարակական կազմակերպություններից, այն էլ վերահսկող կազմակերպություններից նույնպես ներկայացուցիչներ լինեն, կխնդրեմ, որպեսզի, քանի որ ես ամբողջ ցանկը չունեմ եւ բոլորին չի որ ճանաչում եմ, կխնդրեմ, եթե հետաքրքրում է որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարներին առնվազն այս առաջարկը եւ նախաձեռնությունը, կապվել մեզ հետ, մենք սիրով կսպասենք ձեզ։ Ես պետք է ժողովուրդ ջան, կրկին անգամ նախ շնորհակալություն հայտնեմ Հայաստան կինոթատրոնի տնօրինությանը, աշխատակազմին, ովքեր բավականին ջերմորեն ընդունեցին մեզ եւ ընդառաջ գնացին մեր խնդրանքին եւ թույլատրեցին, որպեսզի մենք կարողանանք այդ հանդիպումը կազմակերպել հենց կինոթատրոն Հայաստանում, որը շատ ավելի
հարմարավետ է իր ամեն ինչով, քան օրինակ թեկուզ վարչական շրջանի դահլիճում կամ ինչ-որ մեկ այլ օբյեկտում։ Չգիտեմ ամեն անգամ ինչպես կստացվի, որ վարչական շրջանում հանդիպումները ինչ ձևով տեղի կունենան, բայց այնուամենայնիվ մեր վարչական շրջանում ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել Հայաստան կինոթատրոնի տնօրինությանը մեզ ընդառաջ գնալու համար։ Եվ իհարկե շնորհակալություն նախապես պիտի հայտնեմ Ռոմիկ Մխիթարյանին, ով առաջինն է, հասկանում եք, առաջին քայլն է, ու միշտ չգիտես ինչ սպասել, իսկ նա մտահոգություն չի հայտնում այդ մասով, ճիշտ հակառակ պատրաստ է ներկայանալ հանրությանը ցանկացած ֆորմատով, ինչպես եւ այս նախաձեռնության շրջանակներում։ Եվ կանխավ շնորհակալություն բոլոր այն բնակիչներին, քաղաքացիներին, ովքեր գիտակցում են, որ այո, իրենց հետևողականությամբ, իրենց բարեկիրթ լինելով, իրենց ուշադիր լինելով, իրենց վերահսկողությամբ նաև միայն կարող է մեր պետությունը ոտքի կանգնել ու առաջ գնալ։ Ես եւս մեկ անգամ չեմ զլանա կկրկնեմ, որ աշխարհում ոչ մի իշխանություն միայնակ ոչինչ չի կարող անել։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ հուշել եւ ասել ձեզ, սիրելի քաղաքացիներ, որ այս հանդիպումը ինքը քաղաքական հանդիպում չի լինելու եւ անկախ ձեր քաղաքական պատկերացումներից, անկախ ձեր մոտեցումներից եւ այլն, դուք միևնույն է կարող եք մասնակցել, եթե դուք հանդիսանում եք բնակիչ վարչական շրջանի եւ կարծում եք, որ այո, դուք այն ակտիվ քաղաքացին եք, ով կցանկանար տեղեկացված լինել, ինչ աշխատանքներ են տարվում, որքանով են դրանք բարեխղճորեն տարվում, գնահատեր անձամբ ինքը իր աչքով։ Հիմա սա թերթիկն է, որի առկայության դեպքում դուք կարող եք մասնակից լինել այդ նախաձեռնությանը, այստեղ շեշտված է, որ հենց Հայաստան կինոթատրոնում է լինելու մայիսի 31-ին, այս տարվա մայիսի 31-ին ժամը 18:00-ին, այսինքն ժամը 6-ին։ 31-ը ասեմ, որ ընկնում է շաբաթ օր, իհարկե մենք կցանկանայինք կիրակի օր լինել, մի փոքր ավելի ուշ ժամ եւ այլն, բայց հավատացած եղեք, կինոթատրոնի դահլիճում միշտ չի, որ հնարավոր է ժամերը համապատասխանեցնել, որովհետեւ իրենք էլ ունենում են սեանսներ, ընդ որում դրա մասին իրենք էլ հաշվետվություններ ներկայացնում են ամենատարբեր ուղղություններ։ Սիրելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, ովքեր նոր են միանում, կխնդրեմ, որպեսզի անպայման այս եթերը վերջացնելուց հետո սկզբից մինչև վերջ դիտենք։ Օնլայն կապ, գիտեք, ես չեմ կարծում, որ օնլայն կապ կլինի մեր ընկերներից է հարցնում օնլայն կապ լինելու է, չեմ կարծում, որ հարցեր տալու, առաջարկներ ներկայացնելու համար օնլայն տարբերակը հարմար է օգտագործելուն, այլ կերպ մենք կարող ենք պարզապես հանդիպել Ռոմիկ Մխիթարյանին, միացնել եթերը ու այդպես խոսել, բայց նկարահանում լինելու է ամբողջական տարբերակը պրոֆեսիոնալ նկարահանած իհարկե կտեղադրենք մեր էջում, դրանք նույնպես կիսելով դուք կարող եք ձեր մյուս վարչական շրջանում ապրող բարեկամներին եւ ընկերներին վարակել, հա, այդ աշխատանքով, որպեսզի իրենք էլ հետագայում լինել ակտիվ, երբ որ մենք հյուր լինենք իրենց վշներում կամ համայնքներում, այդ մասով շատ շնորհակալ կլինենք ձեզանից իհարկե ձեր ակտիվության համար, իսկ այնպես հնարավոր է մարդիկ հեռախոսներով նկարեն, հնարավոր է ես էլ դնեմ ու հեռախոսով զուգահեռ նկարեմ, բոլորն էլ տեսնեն, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ այս արհեստական շփումը, ինչքան էլ որ վերջի ժամանակներում դա ենք օգտագործում ավելի շատ շփվելու համար եւ իհարկե դա օգնում է շատ աշխատանքներ առաջ գցելուն, բայց այնուամենայնիվ եթե կա կենթանի շփման հնարավորություն, իմ կարծիքով ավելի ճիշտ է նախապատվությունը տալ կենթանի շփմանը։ Ինչպես կարող եք սա ձեռք բերել, սա կարող եք ձեռք բերել վաղվանից սկսված ամեն օր ժամը 2-ից մինչև 6-ը զանգահարելով անձամբ իմ հեռախոսահամարին, որն է 091 53 33 25, խնդրում ենք այդ հեռախոսահամարով զանգեք, կպայմանավորվենք կամ դուք կմոտենաք մեր հասարակական կազմակերպության գրասենյակ կամ եթե հարմար լինի, ճանապարհի վրա լինի, մենք ինքներս կարող ենք մոտեցնել։ Իհարկե փոխարենը, սիրելիներս, պետք է ձեր
հեռախոսահամարը մեզ մոտ, մեր հասարակական կազմակերպությունում գրանցենք, հետագայում ինչու ոչ էլի եթե լինեն որոշակի նախաձեռնություններ առաջինը տեղեկացված լինելու համար, նաև մենք չենք ցանկանա, որ մարդիկ լինեն, որ վերցնեն, բայց չգան, որ այստեղ կարգով տեղով չի եւ անուն ազգանուններով չի, էլի կցանկանանք, որ ով վերցնում է պատասխանատվություն դրսևորի եւ անպայման ներկա գտնվի, որովհետեւ եթե մարդը լինելու վերցնի չկա, փոխարենը մենք այլ քաղաքացու կարողանայինք տալ։ Եթե մենք առաջիկա օրերին կհասկանանք, եթե արագ սպառվեն, էլի հայտարարություն կանենք սպառված լինելու վերաբերյալ ու արդեն կմտածենք թե էլ ինչ կարելի է անել, իսկ եթե արագ չսպառվեն, շատ հնարավոր է, դարձյալ հավելյալ եթերով կտեղեկացնենք, շատ հնարավոր է մենք այս պահին դիտարկում ենք նաև այն ամեն մի համատիրությանը, 20-ից ավել համատիրություններ կան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, 4-5 հատ սրանից թողնել իրենք էլ իրենց բնակիչներին տան, բայց այնուամենայնիվ դուք եք էլի մոտենալու, դե եթե մոտենալ, ինչու չմոտենալ մեր գրասենյակ, որը գտնվում է Սեբաստիա 37/5 հասցեում, նախկին Մետաքս միավորման շենքն է, հիմա ներքևում էր Սովետ կլուբն է, եթե մոտենաք հարցնեք գրասենյակի տեղը անպայման ցույց կտան, կամ զանգահարեք նոր եկեք, խնդրում ենք 2-ից ուշ, շուտ չզանգահարել եւ երեկոյան 6-ից ուշ նույնպես այդ թեմայով չզանգահարել։ 2-ից 6-ը ընկած ժամանակահատվածում կզանգահարեք, կպայմանավորվենք, շատ հնարավոր է, որ օրինակ ինչ որ մի օր չկարողանաք դուք մինչև 6-ը գալ վերցնել, կպայմանավորվենք արդեն կհեշտացնենք ամեն ինչ։ Սա միասին ենք անում, ժողովուրդ ջան, իհարկե նախաձեռնությունը հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպությանն է, բայց աշխատանք անելու ենք միասին որպես քաղաքացիներ։ Եվ եթե ասում ենք, որ մենք միասին կարող ենք փոխել, միասին կարող ենք լավացնել, հավատացած եղեք, սա այս փոքրիկ քայլը Այս փոքրիկ, բայց կարևոր քայլը առաջիններից մեկն է, որ կարող ենք միասին անել հաշվի չառնելով այլ բաների։ Որովհետև ակտիվ քաղաքացին, ակտիվ հասարակությունը ամենակարևոր մեխն է պետության առաջընթացի գործում եւ նաեւ ասեմ, որ սա ժողովրդավարության զարգացման պատկերացումների շրջանակներում է, որովհետև ելին ժողովրդավարություն, որտեղ որ ղեկավար մարմինները կամ պաշտոնյաները չկարողանան բաց շփումների միջոցով հաշվետու լինել քաղաքացիներին։ Այնպես որ եթե մենք այս քայլերով, սա մի ծրագիր է, կարելի է բազմապիսի ծրագրեր մտածել ու իրականացնել, կարող ենք սիրելի քաղաքացիներ, դուք էլ հնարավոր է ունենաք տարբեր մտքեր, որոնք կարելի է իրականացնել։ Այդ պարագայում նույնպես կարող եք կապվել մեզ հետ եւ մոտենալ մեր գրասենյակ, կշփվենք, կհասկանանք։ Եթե կլինեն հետաքրքիր մտքեր, որոնց կիրառման արդյունքում որոնց կիրառումը մեր պետությանն է օգտակար եւ մեր հասարակության կայացմանը այս ամեն ինչին շատ հանգիստ կարող ենք աշխատել այդ ամենի շուրջ։ Այնուամենայնիվ դարձյալ թույլ տվեք կրկնվեմ, որ իհարկե ամենատարբեր խնդիրներ կան մեր իրականության մեջ, բայց այդ խնդիրները երբ որ խառնում ենք իրար, չենք կարող ամբողջ խնդիրներին ընդհանրական գնահատական կարող ենք տալ, բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Այսինքն ինչ որ մի բան առաջ չի գնում։ Դրա համար այդ խնդիրները պետք է տարանջատել եւ ամեն խնդրի համար որոշակի ծրագրեր իրականացնելով առաջ գնալ։ Սա առաջին ծրագիրն է, որ ներկայացնում ենք ձեր դատին, ձեր հետաքրքրություններից կախված, իհարկե, եթե դրանք լինեն մեծ էլ շատ կողքեվորեն ու մենք էլ ավելի բարդ ծրագրեր հետագայում կփորձենք իրականացնել, այնուամենայնիվ այս առաջին ու ինչ որտեղ գուցե հասարակ, բայց շատ կարևոր քայլը առաջարկում եմ անենք միասին։ Դարձյալ եւս մեկ անգամ կրկնում եմ, շատ ուրախ կլինեմ, եթե այլ վերահսկող հասարակական կազմակերպություններից կապվեն ինձ հետ, ես սիրով նրանց հատուկ հյուրի կարգավիճակով կհրավիրեմ, իսկ բնակիչներին կխնդրեմ, որպեսզի կրկնեմ հեռախոսահամարը, զանգահարեք 091 53 33 25, վաղվանից սկսած ամեն օր առանց շաբաթ-կիրակի, ժամը 2-ից 14:00-ից մինչև 6-ը 18:00 զանգեք եւ կպայմանավորվենք մնացածը։ Դե ինչ, հուսամ միտքս ամբողջովին ըմբռնելի էր, մեր առաջարկը նույնպես, մնացածը տեղում արդեն վստահ եղեք, շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնենք,
որովհետև հետաքրքիր բաներ են սպասվում, ցուցադրություններ, իսկ այդ այն ինչ որ ասվելու է, նաև ցուցադրվելու է իհարկե բանով էկրանով, թե որտեղ ինչեր են արվել։ Գիտեք, լինում են իրավիճակներ, իսկապես քաղաքացիները շատ շտապում են որոշ գործողություններ իրենց աչքով, արդեն աշխատանքներ իրենց աչքով տեսնելու, բայց շատ դեպքերում էլ ինչու ոչ բնակիչներն էլ են երբեմն հանդիսանում խնդիրների ստեղծման, որովհետև կան խնդիրներ, որոնք բնակիչներից է կախված։ Այս մասով էլ ունենում են ղեկավարները իրենց խոսքը ասելու, առաջարկածելու, այսինքն փոխըմբռնման մթնոլորտում այս գործը անենք։ Եթե սա ստացվի լավ, իսկ ես վստահ եմ, որ լավ կստացվի, եթե սա ստացվի լավ, ապա անպայման ինքը կլինի շարունակական բոլոր վարչակարգաշրջանների համար եւ բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների եւ մարզերի համար, որտեղ որ հավատացեք, մարդիկ ունեն իրենց խնդիրները եւ կցանկանային այդ խնդիրները դեմ առ դեմ հանդիպումների շրջանակներում լուծվեն։ Դուք գալու եք ոչ միայն Մարասա Սեբաստիան վարչական շրջանի աշխատանքներին տեղում ծանոթանալու, այլ ձեր ներկայությամբ խրախուսելու եք հետագա մեր գործողությունները, որոնք հավատացեք մեր պետության համար անհրաժեշտություն են ու ոչ միայն մեր առհասարակ պետություններին, որոնք որ գնում են զարգացման ճանապարհով, անհրաժեշտ է ակտիվ հասարակություն, հոգատար հասարակություն, ուշադիր պահանջատեր հասարակություն։ Սա կրկնեմ եւս մեկ անգամ, քաղաքական ոչինչ սրա մեջ չկա, սա բացառապես քաղաքացիական եւ հասարակական նախաձեռնություն է, որին կարող եք ներկա լինել անկախ ձեր քաղաքական պատկերացումներից, անկախ մաշկի գույնից, խոսակցական նախընտրելի լեզվից եւ այլն։ Այնպես որ շատ շնորհակալ կլինենք ու սպասում ենք ձեզ։ Հեռախոսահամարը եթերը ավարտելուց վերնագրի մեջ դարձյալ կտեղադրեմ, զանգարելու ժամերը նույնպես։ Իսկ ձեզանից սիրելիներս խնդրում եմ միայն այս նյութը տարածեք։ Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, լավ երեկո եմ մաղթում, դեռ կհանդիպենք մայիսի 31-ին ժամը 18:00-ին Հայաստան կինոթատրոնում։ Հնդածս դեռ մի 10 օր մոտավորապես ունենք, այդ 10 օրվա ընթացքում մենք ժամանակ առ ժամանակ կթարմացնենք այս տեղեկությունը։ Շնորհակալություն, լավ երեկո եմ մաղթում, լավ մնացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, եթե հասարակությունը մասնակիցն է դրական փոփոխությունների։ Լավ եղեք։